Հարգելի պատգամավորներ, սիրելի հարկվճարողներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը։ Մեր կառույցի առանձնահատկությունը հաշվի առնելով ես կխոսեմ եւ հարկային եկամուտների մասի հաշվետվությունից եւ նաեւ մեր կառույցի ծախսերի հաշվետվությունից։ Սկսեմ հարկային եկամուտներից նախ 2025 թվականին բավական բարձր արդյունքներ ունեցանք, 2 տրիլիոն 725 միլիարդ հարկային եկամուտներ եւ տուրքեր վճարվեցին։ Պետական բյուջե եւ եթե համեմատենք նախորդ տարվա հետ, խոսքը երկնիշ 14% աճի մասին է։ Եթե համեմատենք ծրագրի հետ 100.2% կատարողական է, եթե ճշտված ծրագրի հետ համեմատենք 100.3% կատարողական եւ եթե համեմատենք նաև տարվա ընթացքի կանխատեսումների հետ, որոնք որ հրապարակվել են, դրանցից նույնպես առաջանցիկ ենք։ Հաջորդ ցուցանիշը, որը որ բնութագրում է մեր եկամուտների պատկերը, երկու մասի եթե տարանջատենք, հարկային մարմնի մասով 14.5% աճ ունենք, մաքսային մարմնի մասով ունենք 11.6% աճ, ընդ որում գրեթե բոլոր հարկատեսակներով աճեր ունենք, այսպես ավելացված արժեքի հարկի աճը 21%, ակցիզային հարկի աճը 12.1%, շահութ հարկի աճը 19.6%, եկամտային հարկի աճը 11.8%, շրջանառության հարկի աճը 30%, միայն ռոյալթիի մասով ենք ըստ էության բացասական զարգացումներ ունեցել, հանքարդյունաբերության ոլորտում զարգացումներով պայմանավորված եւ ռոյալթիի համակարգում փոփոխություններով պայմանավորված եւ այս ամենի արդյունքում եթե ամփոփենք ունենք տնտեսության համեմատ առաջանցիկ հարկային մուտքեր, ինչը նշանակում է, որ վարչարության արդյունավետությունը բարձրացել եւ ստվեր է նվազել, մասնավորապես գործ ունենք 0.7%-ային կետով հարկեր հնայի աճի հետ եւ հասել ենք 24.03% մակարդակի ու մեր գնահատումներով այդ 0.7-ի ծանրակշիռ մասը 0.4%-ային կետը հենց վարչարության արդյունավետության աճի հետևանք է։ Սա եկամուտների մասը, ինչ վերաբերում է մեր ծախսերին, ապա նշեմ, որ 25 թվականի ուրեմն ճշտված պլանով ունեցել ենք 131 միլիարդ դրամի ծախսեր, պետական եկամուտների կոմիտեի մասով նախատեսված, որից ընթացիկ ծախսերի համար 125.2 միլիարդ, իսկ կապիտալ ծախսերի համար 6.3 միլիարդ եւ փաստացի ծախսերը կազմել են 124.9 միլիարդ կամ եթե կատարողականի մասին խոսենք 95% կատարողական եւ այստեղ մեր հիմնական թերակատարումները եղել են կապիտալ ծախսերի մասով եւ փորձեմ դրանցից յուրաքանչյուրը ավելի մանրամասն մեկնաբանել։ Նախ ունենք 3 ծրագիր, առաջինը հարկային մաքսային ծառայություններ, որոնք ուղղված են ամբողջությամբ պետական եկամուտների կոմիտեի գործառույթների կատարմանը, մյուսը հիպոթեկային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի ծրագիրը եւ երրորդը առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության տրամադրման ծրագիրը։ Դրանցից յուրաքանչյուրի մասով նշեմ, որ ուրեմն հիպոթեկային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի մասով ճշտված պլանով ունեցել ենք նախատեսված 96.6 միլիարդ դրամ ծախսեր, որից փաստացի կատարվել է 95.6 միլիարդ դրամ, այսինքն գրեթե մեծ մասը կատարվել է եւ եթե խոսենք թե քանի անձ է օգտվել այս ծրագրից, մոտ 65,000 շահառու ունենք 2025 թվականին եւ այդ փոքր թերակատարումը, այսպես ասված, դա պարզապես շահառուների թվականակի որոշակի շեղման հետևանք է։ Ինչ վերաբերում է մյուս ծրագրին, առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտներին աջակցության տրամադրման հետ կապված, այստեղ ունեմ ճշտված ծրագրով ունեցել ենք 52.5 միլիոն դրամ, փաստացի կատարողականը եղել է 49.8 միլիոն դրամ կամ շուրջ 95%։
Եվ սա նույնպես շահառուների հետ է կապված, մոտ 100 շահառուի հետ գործ ունենք այստեղ։ Հիշեցնեմ, որ 2025 թվականին շրջանառության հարկի փոփոխություններով պայմանավորված առևտրի ոլորտին որոշակի ժամանակ տալու համար, որպեսզի իրենք կարողանան իրենց փաստաթղթերը կարգի բերեն, մնացորդները կարգի բերեն եւ կարողանան ներկայացնեն պետական եկամուտների կոմիտեին եւ դրա շնորհիվ չունենան հարկային ավելի մեծ պարտավորություններ, այս միջոցառումը ներդրվեց, որպեսզի իրենք կարողանան, այսինքն այն մասը, որը որ դրա կարիք ունի, կարողանա օգտվել։ Մեր հիմնական ծրագիրը հարկային մաքսային ծառայությունների հետ կապված նախատեսված է եղել ճշտված պլանով 34.8 միլիարդ, փաստացի ունեցել են 29.2 միլիարդ կամ 84% կատարողական։ Եթե բաժանենք մասերի, ուրեմն ընթացիկ միջոցառումների գծով ունենք ճշտված պլանով նախատեսված 24.6 միլիարդ դրամ, որից փաստացի ծախսը եղել է մոտ 24 միլիարդ դրամ կամ 97.4%, իսկ թերակատարումը 630 միլիոն դրամ կամ 2.6%, որը հիմնականում պայմանավորված է գնումների արդյունքում առաջացած խնայողություններով, այսինքն առանձին տարբեր գնումների ժամանակ խնայողություններ են եղել եւ մի մրցույթ ունենք, որի մասով չկայացած է եղել, խոսքը մեր համազգեստների ձեռքբերման մրցույթն է, որը այս տարի ենք նախատեսել իրականացնել։ Մյուսը կապիտալ միջոցառումների գծով ունենք հետեւյալ պարտքերը, նախ սրա տակ մտնում են ինչպես ներքին աղբյուրներով, այնպես էլ արտաքին աղբյուրներով իրականացվող շինարարական ծրագրերը, ուրեմն դրա տակ կա միջոցառում, որի անունն է պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովության բարելավում միջոցառումը, որի ճշտված պլանը եղել է 782.2 միլիոն դրամ, փաստացի ծախսերը եղել են 195 միլիոն դրամ, եւ այստեղ հիմնականում մեր Բաղդաշանի սահմանային անցակետի վերակառուցման ծրագիրն է, ովքեր անցել են տեսած կլինեն, որ աջ կողմում բավական մեծ թափով շինարարություն է իրականացվել, ուղղակի եկել հանգել ենք մի կետի, որտեղ նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն կան, որպեսզի եղած կետը համարժեք լինի լավագույն ստանդարտներին եւ միաժամանակ այդ նախագծից հետո դնենք ամբողջական մրցույթի եւ առաջիկայում կդնենք այդ մրցույթը եւ կունենանք արդեն վերակառուցված Բաղդաշանի մաքսային անցման կետ ավելի մեծ հնարավորություններով ու ավելի շատ ուղիներով։ Եվ մյուսը Մեղրի սահմանային անցման կետի ծրագիրն է, որը իրականացվում է վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկով եւ Եվրամիության դրամաշնորհով։ Այս մասով ուրեմն ճշտված պլանը եղել է 2.2 միլիարդ դրամ, փաստացի ծախսել ենք մոտ 1 միլիարդ, այսինքն կեսը գրեթե, եւ սա ինչով է պայմանավորված եղել, ուրեմն անցած տարվա ընթացքում շինարարությունը հասել էր մի կետի, որտեղ անհրաժեշտություն կար լրացուցիչ հողեր ապահովել, որտեղ ինքը մակարդակով ավելի ցածր է եւ կարիք կա հարթացնելու այդ ամբողջ տարածքը, որի վրա շինարարությունը կմեկնարկի։ Այդ խնդիրը լուծված է արդեն, ու այդ խնդրի լուծման արդյունքում մենք հիմա արդեն փաստացի այնտեղ մոտ 40%-ի շինարարությունը ունենք իրականացած եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ընդհանուր հասնել մինչեւ 70-80% մակարդակի, ինչը նշանակում է, որ 27 թվականի սկզբում կունենանք Մեղրիի սահմանային նոր մեծ հնարավորություններով անցակետ եւ մյուսը Սյունիքի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ծրագիրն է, որով նախատեսված է եղել 3.03 միլիարդ դրամ կամ շուրջ 3 միլիարդ դրամ 25 թվականով, սա չի ծախսվել, ինչի, որովհետեւ սրա ի սկզբանե նպատակը նա է եղել, որպեսզի վարկային ծրագրեր նախատեսվեն, հետո վարկը ոնց որ ստորագրվել է դրանից առաջ, դրանից հետո ընկել ենք այդ գնումների կազմակերպման գործընթացների մեջ եւ այդ գնումների կազմակերպման գործընթացների արդյունքում մեծ պրոգրես ունենք, ընտրվել է արդեն ինժեների ընտրությունից հետո էլ կկազմենք արդեն շինարարության նախագիծը ու արդեն կյանքի կոչենք Սյունիքի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։ Նշեմ, որ սա այդ ԱՏԳ-ներից երկրորդն է, ես մեկը առիթ ունեցել եմ այստեղ զեկուցելու, Երևանի ԱՏԳ-ն է, որը հյուսիս-հարավի հարևանության Պրոշյան գյուղում է իրականացվում, Սյունիքն էլ ըստ էության էլի հյուսիս-հարավի հարևանությամբ է, այսինքն ստացվում է մեր սահմանները կապող հյուսիս-հարավ ճանապարհի կողքերին լինում են լոգիստիկ կենտրոններ, որոնք նպաստելու են մեր խաչմերուկ դառնալու եւ տարանցիկ հանգույց դառնալու պոտենցիալին առաջիկա տարիների ընթացքում։